2025 թվականը լի էր աստղային հարսանիքներով, մի շարք հայհայտնիներ ընտանիք կազմեցին և իհարկե այդ ուրախ օրվա կադրերով կիսվեցին իրենց երկրպագուների հետ։ StarNews.am-ը բացառիկ անդրադարձով ձեզ է ներկայացնում նախորդ տարվա Top 5 շքեղ հարսանյաց արարողությունները։ Ամիսներ առաջ կայացավ հայկական շոու-բիզնեսի թերևս ամենասպասված հարսանյաց արարողությունը։ Երգիչ Գոռ Եփրեմյանն ու պարուհի Էլեն Հարությունյանը ընտանիք կազմեցին։ Զույգը հարսանիքը կազմակերպել էր ԱՄՆ-ում, հարազատների և ընկերների շրջապատում, իսկ կադրերից երևում էր, որքան երջանիկ ու ներդաշնակ են Գոռն ու Էլենը։ Առաջարկում ենք մի քանի տեսանյութ դիտել։ Չենք տվել ու տուն ենք առել ոնց որ։ Եկեք մի հատ դու ինձ ապարենք, մերսի էջան քեզ ամեն ինչի համար, քո նվերի համար, մի խոսքով։ Ու այդ գարի թմին մի հատ եկեք բարձր ծափահարենք, բրավո։ Ում եմ, հա, մեր DJ Պետոյին։ Տարին նշանավորվեց նաև Ասատրյանների ընտանիքում։ Միացյալ Նահանգներից հատուկ հարսանիքի համար Հայաստան ժամանեցին մի շարք հյուրեր և հենց հայրենիքում էլ կայացավ Սեդրակ Ասատրյանի որդու Արամ Ասատրյան կրտսերի և սիրելիի Աննայի հարսանիքը։ Այս զույգը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ համացանցի սիրված ու քննարկվող զույգերից մեկը։ Դե իսկ հարսանյաց խնջույքը անխոս առանձնացավ իր հայտնի հյուրերով և շքեղությամբ։ Կադրերն իհարկե StarNews-ը ձեզ ներկայացնում է հենց այս տեսանյութում։
Դերասան Աշոտ Պողոսյանը ևս նախորդ տարի դասավորեց իր անձնական կյանքը։ Աշոտն ու Սիրելին նախընտրեցին հարսանյաց արարողությունը կազմակերպել Իտալիայում, զերծ մնալով բազմաթիվ հյուրերից և խնջույքից։ Առաջարկում ենք դիտել նրանց հարսանիքից կադրեր։ Պարուհի Սոֆի Դևոյանի հարսանյաց արարողությունը դարձավ վերջին ամիսների ամենաքննարկված թեման։ Սոֆիի զգեստի ընտրությունը, ամուսնու ընտանիքն ու ընտրված յուրաքանչյուր դետալ օրեր շարունակ մեդիադաշտի ուշադրության կենտրոնում էին։ Իսկ մենք այս տեսանյութում ևս առաջարկում ենք վերհիշել, թե ինչ տեսք ուներ Սոֆին որպես հարսիկ։ Ես առհասարակ չեմ պատկերացնել ինչպիսին է լինելու այս օրը։ Առհասարակ չեմ մտածել երբ է լինելու այս օրը և կարող եմ վստահաբար ասել, որ այս օրը շատ շուտ եկավ, շատ անսպասելիորեն և շատ այսպես միանգամից մտավ մեր կյանք այս որոշումը և այս եռուզեռը։ Ես օրինակ երևի թե 3 դեռ մտածում էի, որ իրականում աղջիկ ամուսնացնելը հեչ հարմար բան չի։ Ոչ հարմար է, ոչ ձեռնտու է, որովհետև քո ծաղիկը, քո սերը, քո կյանքի լավագույն այսպես կետը ուղղակի քո տանից դուրս է գալիս, բայց այստեղ կա իհարկե մի լուսավոր բան, որ գնում է մի տուն, որը պետք է շենացնի, որը պետք է լուսավորի, եւ ես շատ մեծ Երգիչ Արթուր Խաչենցը ևս ընտանիք կազմեց 2025 թվականի ընթացքում։ Արցախյան շեշտադրմամբ հարսանիքը ազդեցիկ էր և իհարկե հուզիչ պահերով լի։ Նրանց ֆոտոշարքն օրեր շարունակ ողողում էր հայկական համացանցը։ Առաջարկում ենք դիտել բացառիկ լուսանկարներ։